Մայ։ Դու պետք է ավարտին հասցնես մեր արբանյակը, խոստանում ես։ Ալավերդու մշակույթի կենտրոնի էկրանին արբանյակ լիամետրաժ ֆիլմն է, որը Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրվում է նաև Ալավերդու պատանի հանդիսատեսի համար։ Փառատոնը հանդիսանում է մի գեղեցիկ կանաչ արայդ, որը կապում է մարզերին մայրաքաղաքի հետ։ Նպատակը հիմնականում այն է, որ մենք կարողանանք գնահատել ֆիլմերը, կարողանանք ինքներս գնահատական տալ։ Ռոլան մանկապատանեկան ամենամյա փառատոնի ֆիլմերի ցուցադրումն Ալավերդում 8 տարի շարունակ իրականանում է Վալեքս խմբի ընկերությունների հովանավորության շնորհիվ։ Մուտքն ազատ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավականին ակտիվ են մեր երեխաները, այցելող, որ գալիս են մշակույթի պալատ կինո դիտելու։ Հետո երեխաները շփվելով մեծ էկրանի հետ, դահլիճում իրենց վարվելակերպը, իրենց կուլտուրան բավականին մեծ նշանակություն ունի։ Եթե առաջ օրը մի քիչ աղմկոտ ալին դահլիճը, երկրորդ օրն արդեն զգում ես, որ արդեն զգաստացել են։ Դա նաև այդ կուլտուրան ենք մենք սերմանում մեր երեխաների մեջ։ Եթե օգնության կարիք ունենաս, կարող ես Կարլին դիմել։ Ալավերդու Եղիշե Չարենցի անվան համար 9 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նոնա Խաչատրյանը Ալավերդում ցուցադրված բոլոր ֆիլմերին ներկա է եղել։ Անչափ ուրախ է, որ եւս 2 օր հնարավորություն է ունենալու մեծ էկրանին ֆիլմ դիտելու։ Շատ լավ է, որ կինոդիտումներ է կազմակերպվում։ Ես շատ եմ սիրում ֆիլմեր դիտեմ։ Սա հնարավորություն է, որ գանք եւ դիտենք ընկերներով, դասարանով։ Նոնա Խաչատրյանն ու իր դասընկերները Ալավերդու մշակույթի կենտրոնում ֆիլմերը դիտելուց հետո միմյանց հետ մշտապես կիսվում են իրենց տպավորություններով ու կարծիքներով։ Նոնան ասում է, որ շատ կցանկանար, որպեսզի նման կինոդիտումները Ալավերդում առավել հաճախ կազմակերպվեին։ Տպավորություններ կան ֆիլմերից, որը մենք դասարանում օրինակ պատմում ենք, թե ինչ ֆիլմեր էր, ինչի մասին էր, ու ֆիլմերից մենք քաղում ենք շատ բաներ, խորհուրդ կտամ ու կասեմ, որ այս հնարավորությունը իրենց ձեռքից բաց չթողնեն, ամեն օր գան եւ դիտեն ֆիլմեր։ Ես ու ընկերներս մենք սպասում ենք եւ գալիս ենք։ Մենք կինոներից դասեր ենք հավաքում, շատ հետաքրքիր է։ Միշտ եմ գալիս։ Փառատոնին մասնակցելու համար Ալավերդու տարբեր դպրոցներից, շնորհ եւ թեղուտ համայնքներից 13 աշակերտ են ընտրվել որպես ժյուրիի անդամներ, ովքեր նախապես դիտել են փառատոնին ներկայացված 6 լիամետրաժ եւ 5 կարճամետրաժ ֆիլմերը, նոյեմբերի 12-ին փառատոնի փակմանը իրենց սահմանած անվանակարգերով հանդես գալու համար։ Արդյունքում ունեցանք հետեւյալ պատկերը։ Ուրեմն մեկ նոմինացիայով պետք է ներկայացնենք լիամետրաժ ֆիլմ, մեկ նոմինացիայով կարճամետրաժ ֆիլմ։ Եվ մեր երկու մասնակիցներ, թեղուտից մի տղա եւ Թակուի Փարեմոջյանը, մեր ժյուրի նախագահը, պետք է ներկայացնի ամեն կտավի նոմինացիաներ։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։